Ինչքան շատանում է իրանցիների հոսքը դեպի Հայաստան, այնքան շատանում են դեպքերը եւ խոսակցությունները անբարեխիղճ տաքսու վարորդների վերաբերյալ։ Ոմանք պահանջում են 80,000, 100,000, 120,000, ով ինչ թիվ ուզում ասում է իմ սեփական մեքենան է, ես եմ որոշում։ Եվ խոսակցությունները պատտվում են, որ մենք մեր հարևանների, հարևան պետության նկատմամբ, հարևան ժողովրդի նկատմամբ նույն ձև ենք վերաբերվում, ինչ-որ թշնամի ժողովրդի, չգիտեմ, ասես մենք առևտրական, չարչի, դավաճան, սա հենց ինչ-որ խառը խոսակցություններ են։ Բայց հարցը այն է, որ նման մարդիկ, չարչիներ, չգիտեմ, առևտրականներ, ծախողներ, ծախվողներ, բոլոր պետություններում էլ կան, բոլոր ազգերի մեջ էլ կան։ Երբ որ քո պետությունը, քո իրավապահ համակարգը, քո իշխանությունը անգործության է մատնված, չի վերահսկում նման երևույթները, նման դեպքերը իհարկե կշատանան։ Մանավանդ, որ միայն օտարազգիների հանդեպ դա չի արվում, դա արվում է հենց նման մարդիկ, այդ սեփական ժողովրդի հանդեպ են նման ձև վարվում, նման ստոր ձևով վարվում։ Հյուրանոցի գներն է, այդ տրամաբանությամբ ով ինչ գին ուզի $80 դեր, կասի $180 է այսօրվանից։ Վարձով տան գներն է, կասի իր սեփական ժողովրդին կասի դուրս եկեք տալու եմ, չգիտեմ, ռուսներին, իրանցիներին ավելի թանկով, եթե չկարգավորվի, չվերահսկվի եւ խստորեն չպատժվի։ Սա է իրականությունը։ Եվ պետք է վերջ տալ նման խոսակցություններ, հայ ժողովուրդը ոչ չարչի է, ոչ առևտրական է, ոչ էլ դավաճան է, ինչպես մեզ, չգիտեմ, դարեր շարունակ մեզ մեջ էս ներարկվել է այդ կեղծ այդ նարատիվները։ Ես պետք է համոզվենք նմանատիպ մարդիկ դեռ իրենց արմատներով հայ են թե ոչ։ Եվ Վահյանով վերջացող ազգանունը եւ Հայաստանի Հանրապետության ազնագիրը դեռ հայ լինելու մասին չի խոսում։ Այնպես որ իշխանությունը եւ իրավապահ համակարգը պետք է շատ խստորեն մոտենա այս հարցի եւ պատժի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության անվան հետ խաղացող յուրաքանչյուր անձ, ոչ մեկ իրավունք չունի սեփական օրենքները, իրենց այսպես ասած չարչական օրենքները դնի, հա, ու օգտվի թե սեփական ժողովրդի նեղ վիճակից, թե հարևան ժողովրդի նեղ վիճակից։ Դա ուղղակի ստորություն է, բայց առաջին հերթին դա խոսում է անիշխանության մասին։ Սա իշխանությունը պետք է այս հարցը լուծի, մեկ ընդմիշտ։